քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր գրառմամբ է հանդես եկել, ըստ որի Գարեգին Բ-ն, եթե փորձի հերքել, որ ունի զավակ եւ խախտել է կուսակրոնության ուխտը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցի եւ վարչապետը նշեց, որ Կտրիչ Ներսիսյանը կամ հենց որ նույնն է Գարեգին Բ-ն պետք է ազատի վեհարանը։ Հարգելի հայրենակիցներ, որքանով է կարևոր, որ ամբողջ հայ ժողովուրդը այս գաղափարի շուրջ համախմբվի, այս օրակարգի շուրջ համախմբվի, որովհետև Գարեգին Բ-ն կամ կաթողիկոսի աթոռը ստանձնած մարդը, դա կարող ենք ասել, որ պետք է լինի մաքրամաքուր մարդ, սրբազան մարդ, ով իր օրինակով բոլորի համար պետք է օրինակ ծառայի իր գործունեությամբ, եւ եթե ինքը խախտում է Աստծո հետ կնքած ուխտը, բնական չի, որ վաղը չէ մյուս օրը այլ հոգևորականներ եւս կարող են այդ ամեն ինչը անել։ Մարդիկ կարող են չհետևել պատվիրաններին։ Դա վատ օրինակ է ծառայում մնացած բոլորի համար, որովհետեւ երբ որ դու ինչ-որ մի բան քարոզում ես, դու ինքդ պետք է այդ արժեքները քո մեջ կրես։ Եվ եթե որևէ տեղ դու սայթաքել ես, սխալվել ես, դրան պետք է հաջորդի համապատասխան քայլեր քո կողմից։ Եվ եթե դու քո գործունեությամբ օրինակ չես ծառայում ժողովրդին, դու չես կարող ժողովրդի համար որևէ լավ բան անել։ Եվ ամենավատն այն է, որ սա կարող է վատ պրակտիկա դառնալ Հայաստանի Հանրապետության համար, հոգևոր աշխարհի համար։ Եվ ես իսկապես կցանկանայի, որ նման բան չլիներ, նման բան Գարեգին Բ-ն, այսինքն խախտած չլիներ Աստծո հետ կնքած ուխտը, բայց եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի ապացույցներ եւ դրանց մասին ժողովուրդը խոսում էր, տարիներ շարունակ շատ խոսակցություններ կային, բայց հիմա երբ որ այն ժամանակ ժողովուրդը ասում էր այդ խնդիրը լուծվի եւ պետությունը պատասխանատվություն չէր ստանձնում, երկրի ղեկավարը պատասխանատվություն չէր ստանձնում այն ժամանակ այդ ամեն ինչի համար, հիմա երկրի ղեկավարը պատասխանատվություն է ստանձնել առաջ տանելու ժողովրդի շահերը եւ ազգային հոգեվոր արժեքները։ Եվ բնական է, որ ժողովուրդը համախմբվելու է երկրի ղեկավարի շուրջը այս հարցում, ինչպես եւ շատ այլ հարցերում։ Հաջորդ թեման, որը վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա կարդամ, գրել էր. Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, որից հետո լևոնականները փորձում էին հերքել։ Նրանց միացել էին սերժականներ, քոչարյանականներ եւ այլն, մեկը մյուսին մեղադրում էր, ինչ որ թեմաներ էին առաջ քաշում։ Հարգելիներս, ձեզ համար կարող է նորությունա, որ այն ժամանակ ընտրությունները կեղծվել են։ Դուք չեք լսել կամ չեք տեսել այդ ամեն ինչը։ Դա կարող ենք տեսած չլիներ մեր սերունդը, երիտասարդ սերունդը, որովհետև մենք չենք մասնակցել այդ ժամանակ ընտրություններին։ Բայց երբ որ մենք հարցնում ենք մեր ծնողներին եւ այն մարդկանց, ովքեր այդ տարիներին տեղյակ են եղել քաղաքական խաղերից, մասնակցել են ընտրություններին եւ այլն, բոլորն էլ, գրեթե բոլորն էլ հենց դա են նշում։ Ես հարցրել եմ իմ ծնողներին, մեկ ուրիշ իր ծնողներին է հարցրել։ Մարդիկ դա են նշում, որ ընտրությունները կեղծվել էին։ Հիմա դուք ինչ եք փորձում ապացուցել։ Պարզ չէ, որ ժողովուրդը ձեզ չի հավատալու։ Ու այս հարցում եւս Նիկոլ Փաշինյանը հաղթում է բոլորիդ։ Քոչարյանականներ, Սարգսյանականներ, Լևոնականներ, բոլորիդ միասին։ Եվ այս ամեն ինչը նաև մեկ բան է փաստում, որ Հայաստանի Հանրապետությունում օրակարգ ստեղծում է, քաղաքական օրակարգ ստեղծում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ դուք բոլորդ կախված եք օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ Facebook-յան գրառումից։ Այս ամեն ինչը դա է փաստում։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ դիտելու համար, Աստված պահապան Հայաստանին եւ բոլորիս։ Հարգելի հայրենակիցներ, շատերի մոտ հարց է առաջանում, թե Գարեգին Բ-ն ինչի չի պատասխանում այն հարցին, արդյոք զավակ ունի թե չունի եւ ինչու արձագանքներ չկան։ Պատճառը իմ կարծիքով մեկն է, որովհետեւ եթե մի բան այդպես է, ուրեմն դրան ինչպես կարող ես պատասխանել։
հատկապես դու չես կարող ասել այո, ես խախտել եմ կուսակրոնության ուխտը եւ այլն ու մնալ այդ աթոռին։ Դա ճիշտ չի լինի։ Եթե դու ասում ես, ուրեմն պետք է հեռանաս կաթողիկոսի աթոռից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարող է այդ ամեն ինչը ապացուցել։ Առհասարակ երբ նայում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա շատ կարևոր առաքելություն է իրականացնում, պաշտպանում է առաքելական Սուրբ եկեղեցին, Աստծո տունը, այն եկեղեցականներից, ովքեր որ դրժել են Աստծո հետ կնքած ուխտը։ Բայց քանի դեռ այս գործընթացում չունենք Գարեգին Բ-ի պատասխանը, եկեք սա մի կողմ դնենք եւ այլ մի հետաքրքիր թեմա քննարկենք, որը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դիմադրությանը իրար հանդեպ, դիմակայությանը։ Ինչ է տեղի ունենում։ Պատիվ ունեմը սկսում է իմպիչմենթի գործընթաց, ասում է, ես բերում եմ Մասսի համայնքապետին, որ ինքը դառնա վարչապետ։ Դե ծիծաղելի է հնչում, որովհետև դրա համար պետք է որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները իրենց համաձայնությունը տան եւ այդ համաձայնությունը տան նաեւ քաղաքացիական պայմանագրից պատգամավորներ, ինչը իհարկե երբ լսում ես անհավանական է թվում եւ անհավանական է, ոչ միայն թվում է, այլ անհավանական է, հնարավոր չէ նման բան։ Ու շատերի մոտ հարց է առաջանում, ասում են, բա լավ, Սերժ Սարգսյանն այդքան հեռատես մարդ, այդ շախմատիստը բան, ոնց է մտքով անցել, որ սենց բան անի։ Իմաստը որն է, որ գիտի, որ գնալու է պարտվի։ Գիտի, որ անհաջողության է մատնված այդ գործընթացը։ Ես կարծում եմ, որ երկու պատճառ կա սրա համար։ Առաջին պատճառը այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածին ցույց տալ, որ տեսեք, որ մենք սկսում ենք իմպիչմենթի գործընթացը, բայց Քոչարյանի պատգամավորները իրենց համաձայնությունը, իրենց ստորագրությունները հենց սկզբից չեն դնում եւ ինչ որ նախապայմաններ են առաջ քաշում եւ այլն, որ այդպիսի բան է ցանկանում պատիվ ունեմը ցույց տալ, Սերժ Սարգսյանը ցույց տալ, որպեսզի Հայաստան դաշինքից Ռոբերտ Քոչարյանից իրենց ընտրազանգվածի մի մասը հիասթափվի եւ ընտրություններին մնացել է մի տարի, իր ձայնը ինչ որ մի մասը տա Սերժ Սարգսյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն էլ կարծում եմ այս ամեն ինչը հասկանում են, դրա համար իրենք էլ իրենց հերթին թիրախավորում են Սերժ Սարգսյանի թիմակիցներին եւ շրջանակներին։ Եվ այս ամեն ինչի մեջ նաեւ կա երկրորդ պատճառը, որ Սերժ Սարգսյանը իմ կարծիքով նաեւ փորձում է Մասսի համայնքապետին, ով Մասիսից կարող է որոշակի թվով ընտրազանգված ապահովել հանրապետական կուսակցության համար, իր համար ապահովում է PR, Սերժ Սարգսյանը իր թիմակցի համար ապահովում է PR եւ բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները չեն կարող միանալ այդ PR արշավին, այսինքն իրենք չեն կարող գնալ հանրապետական որևէ մեկի համար PR անել, շատ լավ հասկանալով, որ վերջում այդ գործընթացը որևէ հաջողություն չի կարող գրանցել։ Ի սկզբանե արդեն տապալված է, ի սկզբանե արդեն պարտված են։ Չգիտեմ որքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածից մարդ փախցնել, կոպիտ է հնչում, բայց այդպես համենայն դեպս ընտրություններին մնացել է ընդամենը 1 տարի, դեռ մի փոքր էլ ավելի քիչ, եւ երկուսը իրար հետ միասին կարծում եմ ունեն առավելագույնը 5-6% ձայն ու այնպես է ստացվելու, որ իրենցից մեկը անցնելու է, մեկը չի անցնելու կամ ընդհանրապես երկուսն էլ չեն անցնելու, այստեղ պայքարը սրվելու է։ Նաեւ ավելացնեմ, որ այս իմպիչմենթի գործընթացին ավելացավ եւս մեկ փոքր խաղ, որը ավելի շատ կատակերգական խաղ էր, Էդմոն Մարուքյանը բավականին լուրջ էր վերաբերվել իրեն եւ այլն, ու եթերներով զանգում էր Սերյան Օհանյանին, Հայկ Մամիջանյանին, իրենցից ակնկալում աջակցություն, վերջում այդ մարդուն ասցին գնա կպի գործերի, դու այդ մարդը չես։ Ու Էդմոն Մարուքյանը վերջում էլ մոռացավ, որ ընդամենը 2 օր առաջ զանգել էր Հայկ Մամիջանյանին ու Սերյան Օհանյանին ու իրենցից ինչ որ ստորագրություններ էր ակնկալում։ Ու սկսեց արդեն այլ բառամթերքով շփվել այն մարդկանց հետ, ումից ընդամենը 2 օր առաջ աջակցություն էր ակնկալում։
Առհասարակ, երբ այդ քաղաքական գործի մասին խոսում ենք, երբ ինձ հարցնում են, ասում են, ինչ ձևի քաղաքական գործիչ է, օրինակ մեկը արտասահմանից չի ճանաչում, հարցնում է, ասում եմ, եղբայր, այդ կախված է նրանից, թե դու այդ քաղաքական գործի մասին հարցնում ես որ տարվա, որ ամսվա մասին, որովհետև անցած տարի լրիվ ուրիշ հայացքներ ուներ, նախանցած տարի լրիվ ուրիշ, հենց նայում ես 2020 թվականի պատերազմից առաջ ուրիշ մարդ էր, 20 թվականի պատերազմից հետո, ասենք, մի ժամանակ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանը, մի ժամանակ դեմ է գնում, հետո նորից պաշտպանում է, հետո Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի падգամավորներից է ստորագրություններ ակնկալում, հետո նրանց դեմ է լինում, հետո, չգիտեմ, այդ ընթացքում ինքը ներկայանում է որպես կլասիկ, այս ամեն ինչը բնականաբար լուրջ չէ ու ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ ինքը զուտ իր յութուբյան ալիքի հետևորդները ավելացնելու ու դիտումներ ապահովելու համար որոշակի սենց շոուներ է փորձում կազմակերպել, որը բնականաբար շատ ավելի վատ իրավիճակի մեջ է գցում իրեն, որովհետև կարծում եմ մարդիկ այդ ամեն ինչը լուրջ չեն ընկալում։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, ընտրություններին մնացել է ընդամենը 1 տարի, ես վստահ եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բացարձակ մեծամասնությամբ 50+% կարողանալու է խորհրդարանը կազմել, իսկ թե ինչ ուժեր կլինեն, նաև երկրորդ, երրորդ, եթե չորրորդ ուժեր, եթե լինեն, ժամանակը ցույց կտա, համենայն դեպս Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև պայքարը ինձ թվում է այս ընթացքում ավելի է սրվելու։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։